Փետրվարի 12-ից առաջ եւ հետո անցկացված վերջին հարցման տվյալները ցույց են տալիս, որ Սամվել Կարապետյանը համարվում է Փաշինյանին վարչապետի պաշտոնում փոխարինելու առաջատար թեկնածուն։ Էմպիրիկա հետազոտական եւ խորհրդատվական ընկերության անցկացրած հարցման համաձայն Ուժեղ Հայաստան կուսակցության մեկնարկից հետո, երբ մարդկանց հարցրել են, թե այս երկու թեկնածուներից ով պետք է լինի հաջորդ վարչապետը, համապետական մակարդակով հարցվածների 35%-ը ընտրել է Սամվել Կարապետյանին, իսկ 34%-ը Փաշինյանին, իսկ Երևանում արդյունքներն ավելի ընդգծված են։ Այստեղ հարցվածների 49%-ը ընտրել է Սամվել Կարապետյանին եւ միայն 24%-ը Փաշինյանին։ Վարչապետի պաշտոնին համապատասխանության վերաբերյալ տվյալները արտացոլում են նաև խորհրդարանական քվեարկության պատկերում, որտեղ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ստանում է ընդամենը 28%, մինչդեռ ընդդիմադիր ուժերը միասին ունեն 47%։ Այս արդյունքներով Սամվել Կարապետյանը համարվում է վարչապետ դառնալու առաջատար թեկնածուն, որպես ընդդիմության առաջատար կուսակցության նախագահ։ Փաշինյանը կայուն կերպով կորցրել եւ կորցնում է ընտրողների աջակցությունը, հանրային վստահության անկմանը նպաստել են խոստումների չիրականացումը, անվտանգային խնդիրների նկատմամբ անլուրջ վերաբերմունքը, խմելու ջրի մատակարարման հետ կապված խնդիրները, գների աճը եւ պատերազմի սպառնալիքի խորացումը։ Հիասթափված ընտրողների մեծ մասը ապավինել է Սամվել Կարապետյանի գլխավորած նոր կուսակցությանը։ Երևանում Ուժեղ Հայաստան կուսակցության աջակցությունն ավելի բարձր է, գրեթե կրկնակի գերազանցելով ՔՊ-ին։ Մարդիկ կորցնում են վստահությունը Նիկոլ Փաշինյանի նկատմամբ թե Երևանում, թե ամբողջ Հայաստանում։ Մարդիկ կորցնում են վստահությունը Փաշինյանի նկատմամբ, քանի որ վախենում են պատերազմի վերսկսումից եւ կարծում են, որ նրա հաստատած խաղաղությունը միայն ժամանակավոր է։ Նրանք գիտակցում են, որ Փաշինյանի նման թույլ վարչապետի պայմաններում խաղաղությունը պարզապես երազանք է եւ պատերազմը կարող է ցանկացած պահի նորից սկսվել, ինչպես դա եղավ 2020 թվականին նրա կառավարման ընթացքում։